1992-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ամանորյա ուղերձով, երկիրը շարունակում է ապրել առանց գազի և լույսի, հնդածս օգնում է գոյատևել Լեռնային Ղարաբաղին։ Ամանորի գիշերը կա և գազը և լույսը, սակայն վաղվա համար ոչ ոք երաշխավոր չէ։ Նախագահ Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ նոր 1993 թվականը կլինի դաժան փորձությունների վերջին տարին։ 1997-ի այսօրը ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Արմեն Դարփինյանը հայտարարում է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10, իսկ ուսուցիչներինը 30%-ով։ Սակայն դա կարվի ոչ թե բյուջեի, այլ 10,000 աշխատակիցների կրճատելու միջոցով, որից հետո կառավարության գերխնդիրն է լինելու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Մինչ այդ նախարարը ամանորի շեմին աշխատանք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիներին կուզեր միայն մեկ հարց ուղղել։ Վճարել եք արդյոք հարկերը։ 1997-ի գլխավոր իրադարձությունն այնուամենայնիվ Եղիշե Չարենցի 100-ամյակն էր։ Տարին առանձնացավ նաև նախագահ Տեր-Պետրոսյանի հռչակավոր խաղաղություն թե պատերազմ լրջանալու պահահոդվածով, որը արցախյան հակամարտության լուծման ուղիների մասին էր։ Եթե դուք իմանաք, թե Արցախը ինչ է ստանալու, ինչպիսի կարգավիճակ է ունենալու, ինչպես արդեն հավերժորեն կապված է լինելու Հայաստանի հետ, դուք դա կհամարեք ոչ թե փոխզիջում, դուք դա կհամարեք մեծագույն հաղթանակ։ 1997-ին Հայաստանի վարչապետ դարձավ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀՇ վարչության նախագահ ընտրվեց Վանո Սիրադեղյանը, դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ազատազրկվում է 5 տարով, Քրքորյանը Հայաստանին տրամադրում է $100 միլիոն վարկ ցածր տոկոսներով։ 1997-ին չի նկարահանվում ոչ մի գեղարվեստական ֆիլմ, Հայաստանն անցումային փուլից մտնում է զարգացման փուլ։ Եթե հոսանքի վարձը չեմ մուծում, հեռախոսի վարձը չեմ մուծում, կտրում են, իսկ իմ աշխատավարձը որ չեն տալի, ում վիզը կտրենք։ Այս մարդիկ էլեկտրալամպերի գործարանի աշխատակիցներն են, նրանք իրականում 2600 հոգի են, որոնք աշխատավարձ չեն ստացել։ Խոսքը 1995-ի աշխատավարձերի մասին է, գործարանը սակայն 3 տարի արդեն չի աշխատում։ Մարդիկ հասել են Բաղրամյան 26, որպեսզի հիշեցնեն։ Խոսքը մոտ 160 միլիոն դրամի մասին է, ավելի վաղ նրանց աշխատավարձ էր խոստացել արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը, խոստացել էր և հեռացել պաշտոնից։ Ասենք նախարարը փոխվեց, հասկացանք, երկիրը մնաց։ 1999-ի այսօրը Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը Ռոբերտ Քոչարյանին է փոխանցում Դաշնության նախագահ Բորիս Ելցինի ամանորյա շնորհավորանքը։ Ելցինը գոհ է Քոչարյանի հետ համագործակցությունից, հաջորդ օրը Ելցինը հրաժարական է տալիս Դաշնության նախագահի պաշտոնից։ Նա ասում է, որ 2000 թվականին Ռուսաստանին պետք է թարմուժ, իսկ այդպիսին է օրինակ Վլադիմիր Պուտինը։ 2000-ի դեկտեմբերի 30-ին ազգային ժողովը հրավիրում է դարի վերջին նիստը, որով վավերացնում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը։ Այո, եվրոպական ընտանիքն էլ հասկանա, որ իրավ քաղաքակիրթ գիտակցությունն է իշխում մեր պատգամավորների մտայնության մեջ։ Սակայն վավերացումն այդքան հեշտ չքվեարկվեց, Օսկանյանն անձամբ էր խնդրում ընդդիմադիրներին կողմ քվեարկել։ Ուզում եմ գոչ անեմ բարոն Արշակյանին, որ ինքը նույնպես գոմ քվեարկի այս որոշմանը։ Կոմունիստ Խորեն Սարգսյանը զարմացած է, տեղ գտակ մեզ մտցնելու։ Նոր չէ, որ ծառի վրայից իջել ազգադառնում, մենք եղել ենք քաղաքակիրթ կանգուկ մնանք։ Միակ ընդդիմացողը Աղասի Արշակյանն է։ Խորհրդարանը վավերացրեց, հնչեցին բուռն ծափահարություններ։ Հիմա հանգիստ սրտով կարելի է 3-րդ հազարամյակ մտնել։ Նույն օրը լրագրողների ամանորյա ընդունելություն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում։ Վերջապես նախագահը անմահացավ իմ շնորհիվ։ Ընդհանրած լրագրողները պարզում են, որ Քոչարյանը թերթ չի կարդում առավոտը չփչացնելու համար, չի դիտում Ամեկ+-ի լրատվական ծրագիրը չթունավորվելու համար։ Լրագրողները մաղթանքներ ունեն նախագահին։ Որ նա ավելի ուրախ փողկապ կրեր, մի քիչ դեղնավուն ոսկեզոծ, որ նրան ավելի վառ կդարձներ եւ ազատվեր գոհությունից։ Ամենամեծ ցանկությունը, որպեսզի ամանորից ամանոր տրամադրությունները բարձր լինեն, բայց ոչ միայն նախագահի, այլև ժողովրդի։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կառավարության նիստին, չնայած դրան դեռ չի կարող ամփոփել վերջինիս գործունեությունը։ Հնարավորություն տվեք, տարին ավարտվի։ Փոխարենը վարչապետը գիտի, թե որն է տարվա թերացումը։ Առաջին 5-6 ամիսը կորցրեցինք։ Հիմա նրան 50-60 միլիարդ դրամ է պետք նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերը փակելու համար։ Դա նոր տարվա լավ նվեր կլինի։ Եղածը որ փակենք, մենք արդեն մեր ձեռքով կարող ենք մնացածը ստանալ։ 2001-ին նույնպես Ռոբերտ Քոչարյանը ընդունում է լրագրողներին, այս ընդունելությանը նախագահը խոստանում է հովանավորել Ամեկ+-ին, եթե վերջինս կարիք ունենա, իսկ մյուսները մաղթանք ունեին 3 ամիս հետո եթերից զրկվող Ամեկ+-ին։ Հաջողություններ,
լավ տեխնիկա, ամենաբարձր եւ թանկ տեխնիկա։ Միշտ լինեք ճշմարիտը։ 2001-ի այսօրը ֆինանսների փոխնախարարը խոստանում է, որ մյուս տարի կարձանագրվի 6%-անոց տնտեսական աճ։ Դա նման է այն երաստեսնողի, որ վրան բաց է քնում։ Ես ամեն չի հավատում եմ։ Կաշառակիրությունը իսպար կվերանա, որովհետև արդեն ժողովուրդը այնքան ընչազուրկ կլինի, որ կաշառք տալու նյութ չի ունենա։ Իդեպ Արտաշես Գեղամյանը կանխատեսում է նաև թե ինչ է սպասվում 2002-ին քաղաքական դաշտում։ Կբացվեն նոր կուսակցություններ, որոնք սեր կբացատրեն հանրապետության նախագահին։ Կմտնեն լուրջ մրցակցության մեջ, թե որին է հաջողվում առանց օճառի ավելի սերտ հարաբերություններ ուրեմն հաստատել հանրապետության ղեկավարության հետ։ Փորձեմ միգուցե կողմնակի այլ գնահատականներով ինձ համար ճշտել մոտարապես ինչ թվի վրա կարող եմ կաղնել, որ նաև կարողանամ տակից դուրս գամ։ 2012-ի դեկտեմբերի 30-ին Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ նոր քաղաքական ուժերին տեղ տալու ժամանակն է։ Նա խորհրդարան է եկել Լուվրի թանգարանից ձեռք բերած բացիկներով, որով Հայաստանի 3 նախագահներին մաղթում է հեռանալ քաղաքական դաշտից։ Հարգելի ամենքին իր անվամբ, մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։